Սյունիքի եպիսկոպոս Հակոբը հրաժարվել էր ընդունել Հայոց կաթողիկոսի գերագահ կարգավիճակը եւ անջատողական միտումներ ունեցող Աղվանից կաթողիկոս Սահակի հետ էր կապի մեջ մտել եւ նրանք միասնաբար տանում էին Հայոց եկեղեցուց անջատման որոշակի օրակարգ։ Բանն այն է, որ Աղվանից կաթողիկոսությունը մշտապես եղել է Հայոց եկեղեցու, Հայաստանի Ծառաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը եւ Աղվանից կաթողիկոսը մշտապես ենթարկվել է Հայոց կաթողիկոսին։ Եվ այս վտանգավոր միտումները կանխելու համար Անանյա Մոկացին իր մոտ է հրավիրում այս երկու ըմբոստ փաստորեն խոտորյալ հոգեորականներին եւ փորձում է նրանց բերել հոգևոր միասնության դաշտ, կանոնական դաշտ բերել նրանց, բայց նրա այս մղումը սկզբնական շրջանում այս ցանկությունը հաջողության չէր հասնում, այնուամենայնիվ Հակոբ եպիսկոպոսի մահվանից հետո Անանյա Մոկացին կարողանում է հասնել նրան, որ Սյունիքի նոր եպիսկոպոսն ընդունում է նրա գերագահ կարգավիճակը եւ այնուհետեւ նույնը տեղի ունենում Աղվանից առաջնորդի պարագայում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։